Շտապօգնության բժիշկներն իրենք են երբեմն շտապօգնության կարիքն ունենում։ Նրանց նկատմամբ ոտնձգությունների շղթան չի ընդհատվում, իրար հերթ չտալով արձանագրվող դեպքերի դատապարտումներն էլ իրենց հերթին։ Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը։ Անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի եւ բռնության ցանկացած փորձ եւ դրսեւորում։ Առողջապահության գլխավոր պատասխանատուն այս հայտարարությունը շաբաթասկզբին արեց, աշտարակում կանչի գնացած բժիշկներին դանակով էին դիմավորել, հարձակվել նրանց վրա, վարորդներ տուժել։ Որպեսզի այս խնդիրը վերջապես լուծում ստանա, նախարար Ավանեսյանը տեղեկացնում է, խորհրդարանում արդեն նախագիծ է քննարկվում։ Պատգամավորներն են նախաձեռնել, գնում են իրավակարգավորման ճանապարհով։ Բուժաշխատողների նկատմամբ բռնությունը քրեականացնել են ուզում։ Նախարարն էլ իր հերթին մի ուրիշ առաջարկ է դնում սեղանին՝ շտապօգնության բրիգադներին անհատական պաշտպանության միջոցներ տրամադրելու հարցը։ Թե ինչ նկատի ունի Ավանեսյանը, պարզ չէ, չի մանրամասնում։ Ցավոք հերթական անգամ մենք ունենք արտաքին գեղեցիկ փաթեթավորում, իբր մի խումբ մարդկանց առողջության կյանքի մասին անհանգստանալու հնարավորություն կամ առիթ, իրականության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ բռնությունը ջատագովվում է, բռնությունը կիրառվում է, քանի դեռ պատասխանության չեն ենթարկվում բռնություն կիրառած անձին, սկսած թքողներից վերջացրած բռնություն գործադրողներով, մենք պարբերաբար ունենալու ենք կրկնվող իրավիճակներ, անկախ նրանից կլինեն քրեական օրենսգրքում նոր հոդվածներ, թե չեն լինի։ Բռնություն կիրառողը էմոցիայի տակ չի այդ պահին մտածում իրենք դատեն, իրենք չեն դատի, դա հոգեբանական վիճակ է։ Այսինքն այստեղ ոչ միայն պետքա քրեականացնել, բայց դրա հետ զուգահեռ պետք է այնպեսի համակարգ ստեղծել շտապօգնության, որ չլինի խնդիրներ բնակչի եւ շտապօգնության աշխատակցի մեջ։ Մեր երկրում հիշեցնեմ 2018-ից բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը նախ 300-ից 500 հազար դրամի չափ տուգանքով էր պատժվում, իսկ այն բռնությամբ կամ դրա սպառնալիքով իրականացնելը 1-ից 2 ամսվա կալանքով կամ 2-ից 5 տարվա ազատազրկմամբ։ Բազմաթիվ գործեր հարուցվեցին, բայց հետո 2021-ից ուժի մեջ մտավ խմբագրված քրեական օրենսգիրքը, ու այստեղ հայտնի 130.1-ը տեղ չունեցավ։ Ուրեմն հիմա ընդամենը հետ քայլն է օրակարգում։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։